Ֆրանսիայի զինված ուժերի գլխավոր շտաբը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրամանով պատրաստվում է մինչև 2000 զինվորներից և սպաներից բաղկացած ռազմական կոնտինգենտ տեղակայել Ուկրաինա, Կիևի ռեժիմին աջակցելու համար, հաղորդում է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոն։ SVR-ը նախկինում հաղորդել էր, որ Մակրոնը երազում է Ուկրաինայում ռազմական միջամտության մասին։ Որպես քաղաքական գործիչ ձախողելով և երկիրը երկարատև սոցիալ-տնտեսական ճգնաժամից դուրս բերելու հույսը կորցնելով, նա չի կորցրել պատմության մեջ որպես ռազմական առաջնորդ մնալու հույսը։ Նրա հանձնարարությամբ Ֆրանսիայի զինված ուժերի գլխավոր շտաբը պատրաստվում է մինչև 2000 զինվորներից և սպաներից բաղկացած ռազմական կոնտինգենտ տեղակայել Ուկրաինա, Կիևի ռեժիմին օգնելու համար, ասվում է SVR-ի հայտարարության մեջ։ Հունգարիան կարգելափակի Ռուսաստանի դեմ ԵՄ էներգետիկ պատժամիջոցների նոր փաթեթը և Եվրահանձնաժողովի մինչև 2028 թվականը ռուսական նավթից և գազից լիովին հրաժարվելու ծրագիրը։ Սրա մասին հայտարարել է արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիարտոն, որի ելույթը հեռարձակվել է օրենսդիր մարմնի կայքում։ Արտգործնախարարը կտրուկ քննադատել է ներկայիս սահմանափակումները, պնդելով, որ դրանք չեն կարողացել հասնել իրենց նպատակներին և վերջ դնել Ուկրաինայում հակամարտությանը։ Միևնույն ժամանակ նա պնդել է, որ ԵՄ առաջնորդները մտադիր չեն հրաժարվել իրենց ապակառուցողական քաղաքականությունից։ Նրանք ցանկանում են խաթարել ոչ միայն տնտեսությունը, այլև եվրոպական էներգամատակարարման անվտանգությունը։ Մենք կպայքարենք մինչև վերջ և կօգտագործենք բոլոր առկա քաղաքական, իրավական գործիքները Հունգարիայի էներգամատակարարման անվտանգությունն ապահովելու համար, ընդգծել է նախարարը։ Արևմտյան երկրները չեն թաքցնում իրենց նախապատրաստությունները նոր խոշոր եվրոպական պատերազմի համար։ Սրա մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Մինսկում Եվրասիական անվտանգության միջազգային համաժողովում իր ելույթի ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Նրանք նաև չեն թաքցնում այն նախապատրաստությունները, որոնք հանգեցնում են խոշոր եվրոպական պատերազմի Ռուսաստանի և Բելարուսի միութենական պետությունից արևմուտք, ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը։ Հոկտեմբերի 21-ին Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը հայտարարել է, որ Մակրոնի և Մերցի կողմից ներկայացված եվրոպացի քաղաքական գործիչները Եվրոպայի ժողովուրդներին առաջարկում են միայն ռուսաֆոբիա և Ռուսաստանի հետ զինված հակամարտության ակտիվ նախապատրաստություններ։ Նա նշել է, որ երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ամերիկյան ազդեցությանը սովոր եվրոպական երկրները դժվարություններ են ունենում նոր համաշխարհային պայմաններին հարմարվելու հարցում։ Չինաստանի իշխանությունները կաշխատեն բոլոր շահագրգիռ երկրների հետ համաշխարհային միջուկային զինաթափման գործընթացը խթանելու համար, հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Գո Ցյակունը։ Չինաստանը, որպես ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ և պատասխանատու միջուկային զենք ունեցող պետություն, հետևողականորեն հետևում է խաղաղ զարգացման ուղուն և վարում է միջուկային զենքի առաջինը չօգտագործման քաղաքականություն։ Կտրականորեն հետևում է ինքնապաշտպանության համապատասխան ռազմավարությանը, պահպանում է իր միջուկային զինանոցը ազգային անվտանգությունն ապահովելու համար անհրաժեշտ նվազագույն մակարդակի վրա և խստորեն պահպանում է միջուկային փորձարկումների մորատորիումը, հայտարարել է պաշտոնյան։ Եվրոպան ստիպված կլինի երկար ժամանակ աջակցել Կիևի ռեժիմին, լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Իրականությունն այն է, որ Կիևի ռեժիմի տեսքով նման հաճախորդի հետ գործ ունենալով եվրոպացիները ակնհայտորեն ստիպված կլինեն երկար ժամանակ աջակցել նրանց, ասել է Պեսկովը, պատասխանելով այն հարցին, թե ինչպես է Կրեմլը վերաբերվում Վոլոդիմիր Զելենսկու այն հայտարարությանը, որ Ուկրաինան ևս 2 կամ 3 տարի կարիք կունենա եվրոպական ֆինանսական աջակցության ռուսական ուժերին հակազդելու համար։ Փաշինյանը խնդիր է դրել փոխել մեր ինքնությունը, պատմությունը։ Եվրամեդիա 24-ի տաղավարում հարցազրույցի ժամանակ նման տեսակետ է հայտնել քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը, մեկնաբանելով վերջին շրջանում իշխանությունների կողմից եկեղեցին ու հոգևորականներին թիրախավորելու գործելավոճը։ Նա սակայն չի համաձայնել մոտեցմանը, թե Նիկոլ Փաշինյանը վախենում է եկեղեցուց։ Ես կարծում եմ, այստեղ խնդիրը ոչ թե վախն է, այլ զուտ հենց քաղաքական շահերը, քաղաքական մոտիվները եւ իհարկե անհանգստությունը, որովհետեւ ունենալ մի ահռելի կառույց, որը շատ խորը եւ շատ այսպես մասշտաբային բնույթ ունի եւ կարողություններ ունի նաեւ իմաստով,
անշուշտ, որը ոչ միայն սահմանափակվում է Հայաստանի տարածքով եւ չունենալ այդ կառույցի հանդեպ ազդեցություն, սա իհարկե անհանգստություն է, եթե այդ կառույցը չի կիսում, մեղմ ասած, չի կիսում քո մոտեցումները եւ քո փիլիսոփայությունը, առավել եւս, որ մենք տեսնում ենք հետեւյալը Նիկոլ Փաշինյանը այդ ինքնության փոփոխության բաց հայտով նա որևէ կերպ չի ཐակցնում, որ դրել է ինքնությունը եւ անգամ պատմությունը փոխելու խնդիր։ Եվ այս տեսանկյունից, երբ այդ խնդիրը դնում ես, որը չի ներառելու նաեւ հայ առաքելական եկեղեցին, այդ խնդիրը գործնականում դառնում է անիրագործելի։ Եվ սա է նաեւ պատճառը, որ Նիկոլ Փաշինյանը իմ համոզմամբ հենց տեղավորվելով ավելի գլոբալ ինչ-որ process-ների մեջ փորձում է լուծել նաեւ այդ խնդիրը։ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի համար նոր փաստաբան է նշանակվել։ Նա Էմիլ Բաբիշովն է, որն Ադրբեջանի փաստաբանների ասոցիացիայի անդամ է։ Ավելի վաղ Ռուբեն Վարդանյանը հրաժարվել էր փաստաբան Աբրահամ Բերմանի ծառայություններից, հայտնելով իր դժգոհությունը իրավական գործընթացի ընդհանուր ընթացքից։ Հաջորդ շինծ ու դատական նիստը նշանակված է նոյեմբերի 4-ին։ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով ընդգրկվել է Ռուսաստանի Դաշնության նախագահին առընթեր ազգամիջյան հարաբերությունների խորհրդի նախագահության կազմում։ Հրամանագիրը հաստատվել է այս տարվա հոկտեմբերի 27-ին։ Կառավարությունում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կայացել է ՀՀԵՄ համապարփակ եւ օնլայն գործընկերության համաձայնագրի եւ ՀՀԵՄ գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները կհամակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, այս մասին տեղեկանում ենք կառավարությունից։ Նիստին մասնակցում էին գործադիր եւ օրենսդիր մարմինների, ինչպես նաեւ ՀՀԵՄ քաղաքացիական հասարակության, ՀԸԳՀ պլատֆորմի եւ Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի ներկայացուցիչներ։ Միջգերատեսչական նիստի ընթացքում քննարկվել են ՀԸԳՀ թարմացված ճանապարհային քարտեզի կառուցվածքին, բովանդակությանը եւ դրա առավել արդյունավետ կիրարկմանը վերաբերող հարցեր։ Թուրքիայում Մարմարա ծովի շրջանում տեղական ժամանակով 22:48-ին տեղի ունեցել 6.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որը զգացվել է նաև Ստամբուլում։ Այս մասին հաղորդում է Շոտ Տելեգրամ ալիքը։ Ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Սնդրի քաղաքից մոտավորապես 10 կիլոմետր հեռավորության վրա։ Ուժեղ երկրաշարժներ են զգացվել Ստամբուլում, Իզմիրում, Բալիկեսիրում եւ երկրի այլ շրջաններում։ Ավերածություններ են գրանցվել որոշ քաղաքներում, փլուզված շենքերի պատճառով էլեկտրաէներգիայի եւ ջրամատակարարման խնդիրներ են առաջացել։ Տուժածների թիվը ճշտվում է հետ ցնցումներից եւ հետագա վնասներից վախենալով մարդիկ լքել են իրենց տները։ Տարածքում տեղակայվել են արտակարգ ծառայություններ։ Ռուսաստանի զինված ուժերը ակտիվացնում են իրենց հարձակումը Դոնբասում եւ Ուկրաինայի զինված ուժերի համար իրավիճակը Պոկրովսկում զգալիորեն վատթարացել է, հաղորդում է Financial Times-ը։ Հոդվածում նշվում է, որ Ռուսաստանը ակտիվացրել է իր հարձակումը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղարար նախաձեռնությունների կասեցման ֆոնին։ Լրագրողների խոսքով ռուսական ուժերը աստիճանաբար առաջ են շարժվում ռազմաճակատի մի քանի հատվածներով, հասնելով Լիման եւ Կոստյանտինովկա։ Միևնույն ժամանակ վերջին շաբաթներին Պոկրովսկում Ուկրաինայի զինված ուժերի համար իրավիճակը նկատելիորեն վատթարացել է, նշվում է հոդվածում։ Հավելվում է, որ քաղաքում ներկա են ռուսական զորքեր, ուկրաինական առաջխաղացման բրիգադներում անձնակազմի պակասը հեշտացել է ռուսական ուժերի համար պաշտպանության մեջ առկա բացթողումների հայտնաբերումը եւ օգտագործումը։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն ձգտում է իր համար տեղ ապահովել Խաղաղ օվկիանոսում Չինաստանին զսպելու եւ Ռուսաստանին մեկուսացնելու համար, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ ՆԱՏՕ-ն ձգտում է իր համար տեղ ապահովել Խաղաղ օվկիանոսում, խաթարելով տարածաշրջանային անվտանգության ճարտարապետության հիմքերը, որը տասնամյակներ շարունակ կառուցվել է Հարավարևելյան Ասիայի ազգերի ասոցիացիայի կենտրոնական դերի շուրջ եւ դա արվում է Չինաստանին զսպելու, Ռուսաստանին մեկուսացնելու եւ Հյուսիսային Կորեային դիմակայելու ակնհայտ նպատակով, ասել է դիվանագետը Եվրասիական անվտանգության Մինսկի միջազգային համաժողովում։ Միջոցառման ընթացքում Լավրովը նաեւ հայտարարել է, որ Ռուսաստանը մտադիր չէ հարձակվել Եվրամիության կամ ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Նա հավելել է, որ Մոսկվան պատրաստ է սահմանագրել ապագա անվտանգության երաշխիքներում։
Գալիք ձմեռը կարող է շրջադարձային լինել Ուկրաինայի համար հակամարտության մեջ, ուստի պետք է ամրապնդվի հանրապետությանը միջազգային աջակցությունը։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը։ Նախարարը կոչ է արել ՆԱՏՕ-ի դաշնակիցներին Ուկրաինային վճռական աջակցություն ցուցաբերել։ Այս ձմեռը վճռորոշ է, Ուկրաինան պետք է շարունակի պաշտպանվել, ասել է Վադեֆուլը։ Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը նկատողություն է արել Գերմանիայի ներկայիս վարչապետ Ֆրիդրիխ Մերցին միգրացիայի հարցի վերաբերյալ իր մեկնաբանությունների համար, հաղորդել է Bild պարբերականը։ Իր հուշագրությունների հրապարակային ընթերցման ժամանակ Մերկելը կոչ է արել գերմանացի քաղաքական գործիչներին 2015-16 թվականների միգրացիոն ճգնաժամը չանվանել միգրանտների հոսք։ Նա ընդգծել է, որ նման իրավիճակներում պետք է հաշվի առնել անհատների, այլ ոչ թե խմբերի գործողությունները։ Մերկելը իր ելույթում չի հիշատակել Մերցին, սակայն թերթը նրա հայտարարությունը համարել է Գերմանիայի ներկայիս կանցլերի քննադատություն։ Մերկելը նաև կոչ է արել քաղաքական գործիչներին լինել բարեխիղճ եւ չափավոր տոնով։ Մարդկանց ճնշող մեծամասնությունը կարող է անկասկած ասել, արդյոք քաղաքական գործիչը գործում է որևէ հաշվարկից ելնելով, թե իսկապես հետաքրքրված է խնդիրներ լուծելով, ասել է Մերկելը։ Թուրքիայի արևմտյան Բալաքեսիր նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով 4 շենք է փլուզվել։ NTV-ին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան։ Հասանելի տեղեկությունների համաձայն փլուզվել է 3 բնակելի շենք եւ 1 խանութ։ Նախարարի խոսքով փլատակների տակ մնացածների շրջանում զոհերի մասին հաղորդագրություններ չկան։ Փրկարարական աշխատանքները շարունակվում են, նշել է Երլիքայան։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ Չինաստանի նախագահ Սի Ցզինփինը կփորձի համոզել նրան թույլատրել Թայվանին ցուցաբերվող աջակցությունը, ասվում է The New York Times-ի խմբագրականում։ Դիտորդների կարծիքով Չինաստանի եւ Միացյալ Նահանգների միջև առևտրային լարվածությունը չի լինի Սի Ցզինփինի համար առաջիկա հանդիպման գլխավոր թեման։ Նա կհետապնդի ավելի երկարաժամկետ նպատակ՝ համոզել Ամերիկայի նախագահին թույլատրել ԱՄՆ-ի աջակցությունը Թայվանին, կարծում է New York Times-ը։ Հրատարակությունը հիշեցրել է, որ Թրամփն արդեն բողոքել է, որ Թայվանը չափազանց քիչ է ծախսում իր ռազմական ուժերի վրա եւ արդարացիորեն պահպանում է իր առաջատար դիրքը կիսահաղորդիչների արտադրության ոլորտում։ Ավելին, ԱՄՆ-ն նոր մաքսատուրքեր է սահմանել կղզու վրա եւ սահմանափակել է որոշ հարաբերություններ Թայվանի հետ։ Հաշվի առնելով այս փաստերը, ինչպես նաեւ այն փաստը, որ Թրամփը Սի Ցզինփինի հետ հանդիպման ժամանակ ցանկանում է կենտրոնանալ առևտրի վրա, New York Times-ը շարունակում է, որ Չինաստանի առաջնորդի նպատակները կարող են մասամբ իրականացվել։ Թերթը կարծում է, որ Սի Ցզինփինը ակնհայտորեն ցանկանում է լսել Թրամփի հայտարարությունները, որ Միացյալ Նահանգները չի աջակցում Թայվանի անկախությանը։ Նման հայտարարությունը կարտացել էր նախորդ ամերիկյան վարչակազմերի կողմից արված հայտարարությունները, նշում է թերթը, սակայն Պեկինի համար կարևոր կլիներ դա լսել նաև Թրամփից։ ԱՄՆ-ն այս շաբաթ հրթիռներ կմատակարարի Ճապոնիայի ռազմաօդային ուժերի F-35 կործանիչներին, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ելույթ ունենալով Կանագավա պրեֆեկտուրայի Յոկոսուկա ավիաբազայում տեղակայված USS George Washington միջուկային ավիակիրի անձնակազմի մեջ։ Ուրախ եմ հայտարարել, որ հենց նոր հաստատել եմ հրթիռների առաջին խմբաքանակը։ Դրանք լավագույնն են աշխարհում։ Ոչ ոք չունի դրանք մեր նման։ Բոլորն ուզում են մեր հրթիռները։ Սա է խնդիրը։ Բոլորն ուզում են դրանք, բայց սա հրթիռների առաջին խմբաքանակն է, որը կմատակարարվի Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերին ճապոնական F-35-ների համար։ Եվ դրանք կհասնեն այս շաբաթ նախատեսվածից շուտ, ասել է պետության ղեկավարը։ Նա հավելել է, որ իրեն հաջողվել է գրկել մի քանի արկեր։ Դուք տեսաք, թե ինչպես դրանցից մի քանիսը ժամանեցին ինձ հետ։ Ես գրկեցի նրանց, ասել է Թրամփը։ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի միջև Բուդապեշտում կայանալիք գագաթնաժողովը տեղի կունենա։ Նրա խոսքերը մեջբերում է Ինդեքսը։ Նա նաեւ նշել է, որ այնինչ հետաձգվում է, միևնույն է տեղի կունենա։ Վարչապետը վստահեցրել է, որ բանակցությունները շարունակվում են եւ փաստ է, որ Բուդապեշտում տեղի կունենա խաղաղության գագաթնաժողով, սակայն նա չի կարողացել կոնկրետ ամսաթվեր նշել։ Օրբանը կոչ է արել հղումանել Եգիպտոսում կայացած մերձավոր Արևելքի խաղաղության գագաթնաժողովին։ Եկեք նայենք վերջին նման խոշոր խաղաղության գագաթնաժողովի սցենարին։ Այն տեղի է ունեցել Եգիպտոսի Շարմ էլ-Շեյխում, որտեղ վերջապես կնքվեց խաղաղություն Մերձավոր Արևելքում։ Կողմերը, այդ թվում ամերիկացիները, երկար բանակցություններ են վարել, ապա շաբաթ օրը հայտարարել են, որ համաձայնագիրը կստորագրվի երկուշաբթի օրը։ Թե ինչպես պետք է դիտարկենք դա, ասել է Օրբանը։
Ֆինլանդիայի պաշտպանության նախարար Անտի Հականենը The Guardian-ին տված հարցազրույցում նշել է, որ Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու համար անհրաժեշտ է Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու եռակի մոտեցում։ Նա նշել է, որ դա ներառում է Ռուսաստանի տնտեսության եւ էներգակիրների արտահանման դեմ ավելի խիստ պատժամիջոցներ, Ուկրաինային տրամադրվող զգալի ռազմական օգնություն եւ Ռուսաստանում անօդաչու թռչող սարքերի եւ հրթիռների գործարանները ոչնչացնելու համար հեռար զենքի կիրառում։ Ուկրաինան նախատեսում է ստանալ մինչև 250 նոր ինքնաթիռ, այդ թվում F-16 Gripen եւ Rafale, լրագրողներին ասել է Վոլոդիմիր Զելենսկին։ Ես ինքնաթիռների վերաբերյալ 3 զուգահեռ զրույց եմ վարում շվեդների, ֆրանսիացիների եւ ամերիկացիների հետ։ Մեր մարտական ավիացիայի ապագայի համար ընդհանուր խնդրանքը 250 նոր ինքնաթիռներից բաղկացած նավատորմ է, ասել է նա։ Զելենսկին հավելել է, որ Gripen-ը Ուկրաինայի համար առաջնահերթություն է։ Այս կործանիչները ամենաէժանն են պահպանման համար եւ դրանք նաեւ հեշտ են օգտագործել զենքի առումով։ Ամեն ինչ տեղավորվում է դրա վրա։ Բացատրել է նա, Ուկրաինայի զինված ուժերը ներկայումս շահագործում են ամերիկյան F-16 եւ ֆրանսիական Mirage կործանիչներ։ Հոկտեմբերի 22-ին Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը Զելենսկուը ստորագրել է պաշտպանության փոխըմբռնման հուշագիր։ Ստոկհոլմը նախատեսում է Կիևին վաճառել 100-ից 150 JAS 39 Gripen E կործանիչներ։ Իրազեկ քաղաքացիական միավորումը հասարակական կազմակերպությունը դատախազություն հաղորդում է ներկայացրել կապված Մայրաթոռի դիվանապետ Արշակ arczepiskopos Խաչատրյանի անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու դեպքի հետ։ Այս մասին հայտնել են գլխավոր դատախազությունից։ Այո, ստացել ենք եւ օրենքի սահմանված կարգով ընթացք տվել, հաստատել են դատախազությունից։ Նշենք, որ հոկտեմբերի 25-ին համացանցում տարածվել էին Արշակ arczepiskopos Խաչատրյանին վերագրվող տեսանյութեր, ինչից հետո մի շարք իրավաբաններ, իրավապաշտպաններ եւ հասարակական կազմակերպություններ հայտարարեցին, որ խախտվել է մարդու մասնավոր եւ անձնական կյանքի իրավունքը։ Ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում հայտարարել է, որ այսօր լինելու են օդանավակայանում դիմավորելու Մասիսի քաղաքապետ պատիվ ունեմ խմբակցության վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանին։ Մենք այսօր լինելու ենք օդանավակայանում, թե ինչպես կվարվի իրավապահ համակարգը, որն այս պահին ծառայում են դիմախոսներին լրացնելու համար, չգիտեմ, ասել է Մամիջանյանը։ Հարցին, թե հնարավոր է, որ պատիվ ունեմը փոխի վարչապետի իր թեկնածուին, Մամիջանյանն արձագանքել է, թե իրենց համար ոչինչ չի փոխվելու իմպիչմենթի գործընթացում։ Մենք նույն ուժով եւ նույն տրամաբանությամբ շարժվելու ենք առաջ։ Հայկ Մամիջանյանը հայտարարել է նաեւ, որ Դավիթ Համբարձումյանի նկատմամբ իրականացվող գործընթացը քաղաքական հետապնդում է։ Ով հաճո չէ կաթողիկոսի Քիմքին կարգալույծ է լինում։ Այս մասին Եվրամեդիա 24-ի տաղավարում հարցազրույցի ժամանակ ասել է քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը։ Ըստ նրա, թե որքան վարկաբեկված են որոշ հոգևորականներ, այդ մասին մշտապես խոսվել է։ Արամը հանդգնել էր խոսել այն մասին, ինչ բոլորս խոսում ենք խոհանոցներում։ Դրա համար կարգալույծ եղել, ով էր կասկածում, որ պետք է կարգալույծ լինի։ Այլ հիմա քահանա էլ կա, ով աջակցում է օրինակ Տեր Արամին, խոսում է էլի, եթե դեռ կարգալույծ չի եղել, անպայման կարգալույծ է լինելու եւ այն բոլոր հոգեվորականները, որոնք կհանդգնեն խոսալ, կարգալույծ կնեն։ Սա էլ մի լրացման ձև է հոգեվորականներին։ Տիգին Հակոբ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև նոր բանակցությունների շրջափուլի հարցում որևէ առաջընթաց չի արձանագրվել։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ Նրա խոսքով ներկայումս կողմերի դիրքորոշումները մնում են անհամատեղելի եւ Մոսկվան չի տեսնում պայմաններ, որոնք կարող են նպաստել դիվանագիտական գործընթացի վերսկսմանը։ Գալուզինը կրկին ընդգծել է, որ Ռուսաստանը բաց է բանակցությունների համար, սակայն միայն այն դեպքում, եթե դրանք հիմնված լինեն իրականության եւ հարգանքի սկզբունքների վրա, Ռուսաստանի շահերի նկրտումներով։ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը որևէ անդամ երկրից տեղեկություն չի ստացել BRICS միությունից դուրս գալու կամ այդ մտադրության մասին։ Նրա խոսքերով նման լուրերը չեն համապատասխանում իրականությանը։ Ռուսական կողմը չի ստացել որևէ ազդանշան ոչ BRICS-ից դուրս գալու, ոչ էլ նման մտադրության վերաբերյալ, թեև մի շարք անդամների դեմ արդեն գործում են ամերիկյան մաքսային սահմանափակումներ, ասել է Զախարովան։ Նրա հայտարարությունը հետևեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերին, ով պնդել էր, թե իր մաքսային սպառնալիքներից հետո մի քանի երկիր պատրաստվում է լքել BRICS-ը։ Թրամփը նաև հայտարարել էր, որ միությունը ստեղծվել է դոլարի գերակայությանը հակազդելու համար, սակայն այժմ դրա մասին գրեթե չեն խոսում։
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը վստահություն է հայտնել, որ Եվրոպայում Ուկրաինայի ԵՄ անդամակցության աջակցության ալիքը նվազում է եւ ի վերջո կվերանա։ Ես համոզված եմ, որ Ուկրաինային մասնավորապես նրա ԵՄ անդամակցությանը աջակցող այդ հսկայական ալիքը այժմ արդեն նվազման փուլում է եւ շուտով կվերանա, ասել է Օրբանը M1 հեռուստաալիքին տված հարցազրույցում։ 2025 թվականի հոկտեմբերին Հնդկաստանը ԱՄՆ-ից գնել է հում նավթի ռեկորդային քանակություն։ Սրա մասին հղումանելով վերլուծական ընկերության տվյալներին հայտնում է The Economic Times-ը։ Ամերիկյան նավթի օրական մատակարարումները հասել են 540,000 բարելի, ինչը առավելագույն ցուցանիշն է 2022 թվականից ի վեր։ Վերլուծաբանների կանխատեսմամբ ամիսը կփակվի մոտ 575,000 բարել օրական, իսկ նոյեմբերին սպասվում է 400-ից 450,000 բարել ցուցանիշ։ Հնդկաստան մատակարարվող հում նավթի ամենամեծ ծավալը շարունակում է ապահովել Ռուսաստանը, որը կազմում է երկրի ամբողջ ներմուծման մոտ 1/3-ը։ Երկրորդ եւ երրորդ տեղերում են համապատասխանաբար Իրաքը եւ Սաուդյան Արաբիան։ Վերլուծաբան Սումիթ Ռիտոլիայի խոսքով ամերիկյան նավթի ներմուծման աճը բացատրվում է Brent եւ WTI տեսակի նավթերի գների տարբերությամբ, ինչպես նաեւ Չինաստանի պահանջարկի նվազումով։ Նրա խոսքով այդ քայլով Նյու Դելին փորձում է դիվերսիֆիկացնել նավթի մատակարարման աղբյուրները, նվազեցնելով կախվածությունը Ռուսաստանից եւ մեղմացնելով առևտրային լարվածությունը Թրամփի վարչակազմի հետ։ Լիտվան սկսել է Մյադինինկայ անցակետով թույլ տալ անցնել սահմանը դիվանագետներին, ԵՄ քաղաքացիներին, ինչպես նաև նրանց, ովքեր ճանապարհորդում են տրանզիտով դեպի Կալինինգրադի մարզ եւ հակառակ ուղղությամբ։ Շալչինինկայ անցակետը շարունակում է մնալ փակ, հայտնել է Բելարուսի պետական մաքսային կոմիտեն։ Լիտվական աղբյուրները տեղեկացրել են Բելարուսի հետ սահմանը Մյադինինկայ անցակետով հատելու նոր սահմանափակումների մասին։ Լիտվայի կողմը մտադիր է թույլ տալ սահմանը հատել հետևյալ կատեգորիաների անձանց՝ դիվանագետներին, ճանապարհորդներին, ովքեր Բելարուսի տարածքով տրանզիտով մեկնում են Կալինինգրադի մարզ եւ վերադառնում, Լիտվայի եւ Եվրամիության քաղաքացիներին, նրանց ընտանիքների անդամներին, ինչպես նաեւ Լիտվայում բնակության իրավունք ունեցող անձանց, ասված է ԳՏԿ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։ Բելարուսի մաքսային ծառայությունը հաստատում է, որ նշված կատեգորիաների քաղաքացիները սկսել են սահմանն անցնել Կամեննի Լոգ անցակետով ժամը 14:30-ից, նշվում է հաղորդագրությունում։ 3 հոկտեմբերի 27-ին Թուրքիայի արևմուտքում գտնվող Բալիկեսիր նահանգում տեղի ունեցած 6.1 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով վիրավորվել է 22 մարդ։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա, ցնցումները զգացվել են Ստամբուլում, Իզմիրում, Բուրսայում եւ այլ շրջաններում։ Շենքեր են ավերվել, երկրաշարժից մի քանի րոպե անց տեղի ունեցել 4.2 մագնիտուդով հետցնցում։ Ռուսական նավթային հատվածի, այդ թվում Լուկոյլ ընկերության դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները կարող են բացասական ազդեցություն ունենալ Եվրամիության մի շարք երկրների վրա։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Աննա Կաիսա Իթկոնենը, փոխանցում է Լենտան։ Ակնհայտ է, որ այդ պատժամիջոցները կարող են բացասական ազդեցություն ունենալ, ասել է ներկայացուցիչը։ Նրա խոսքով մարմինը մշտական շփումներ է անցկացնում միավորման անդամ երկրների հետ, որպեսզի համոզվի, որ նման ազդեցություն կարելի է խուսափել, սակայն նա ընդգծել է, որ Եվրահանձնաժողովն առայժմ բացասական ազդեցություն չի տեսնում։ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն կասեցրել է Տրինիդադ եւ Տոբագոյի հետ էներգետիկ համաձայնագիրը մտավախությունների պատճառով, որ երկիրը կարող է մասնակցել Բոլիվարյան հանրապետության դեմ ԱՄՆ ագրեսիային։ Վարչապետի Կալմա Պերսատ Բիսեսարի սպառնալիքի առջև Տրինիդադը եւ Տոբագոն վերացել ԱՄՆ կայսրության ավիակիրի Վենեսուելայի եւ Հարավային Ամերիկայի դեմ։ Ես հաստատել եմ նախազգուշական միջոցառում էներգետիկ համաձայնագրի բոլոր դրույթների եւ համաձայնագրերի անհապաղ կասեցում, ասել է նախագահ Մադուրո Պլյուսի հետ հաղորդման եթերում։ Մադուրոն նշել է, որ Վենեսուելայի ածխաջրածնային նախարարությունը եւ պետական սեփականություն հանդիսացող Պետրոլեոս դե Վենեսուելա նավթագազային ընկերության տնօրենների խորհուրդը առաջարկել է խզել Տրինիդադ եւ Տոբագոյի հետ համատեղ գազային բլոկների մշակման էներգետիկ համաձայնագիրը։ Սակայն որպես բոլիվարյան եղբայրության նշան մենք պահպանեցինք այս էներգետիկ համաձայնագիրը, հայտարարել է նախագահ։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին նշել է, որ Ռուսաստանը ստում է ճակատում հաջողությունների մասին եւ դրա փոխարեն շատ կորուստներ ունի, մասնավորապես Ուկրաինայի առաջնորդը հերքել է, որ օկուպանտները կարող են արագ գրավել Ուկրաինայի տարածքը։ Այս մասին գրել է 24 ալիքը հղումանելով Axios-ին։ Վերջերս տարածված այն պնդումները, թե Ռուսաստանը հաջողությունների հասնում առաջնագծում պարզապես դատարկ խոսքեր են։ Իրականում օկուպանտները չեն կարողացել որևէ էական առաջընթաց գրանցել, սակայն իր դաշնակիցների հետ անձնական զրույցներում Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ իր բանակը կգրավի ամբողջ Դոնբասը մինչև հոկտեմբերի 15-ը։ Ուկրաինական հետախուզությունը տեղեկացել է Ռուսաստանի նախագահի հայտարարությունների մասին, ասել է Զելենսկին։ Ռուսաստանը չի կարող դա անել, նա բավարար մարդիկ չունի։ Նրա Պուտինի հզոր գումարտակները ոչնչացվել են։ Այսօր մարտադաշտում մենք հիմնականում մնում ենք այնտեղ, որտեղ եղել ենք։ Վերջին 2-3 ամիսների ընթացքում նշել է Ուկրաինայի նախագահը։ Զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով զինծառայողը թեթև մարմնական վնասվածք է ստացել, նրա առողջությանը եւ կյանքին վտանգ չի սպառնում։ Այս մասին հայտնել են Պաշտպանության նախարարությունից։ Նախարարությունից հայտնել են նաեւ, որ զինծառայողի բուժումը կազմակերպվել է Կայազորի հոսպիտալում եւ Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ տեղափոխելու անհրաժեշտություն չի առաջացել։ Նախուրեին Բաքվում շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների եւ մյուս հայ գերիների շինծու դատավարությունը։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների դատական նիստում ներկայացվել են իբրև թե տուժողների եւ տուժողների իրավահաջորդների ցուցմունքները։ Այնուհետև հետազոտվել են Պաշտպանության կողմի ներկայացրած ապացույցները։ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի փաստաբանների կողմից տրամադրվել են որոշ փաստաթղթեր։ Այդ փաստաթղթերի թվում են եղել Արայիկ Հարությունյանի ծննդյան վկայականի եւ հայկական անձնագրի պատճենները, ինչպես նաեւ կրթության մասին տեղեկանք։ Հատուկ ուշադրության է արժանացել 070 կոդով հայկական անձնագիրը։ Հաջորդ դատական ֆարսը կկայանա հոկտեմբերի 30-ին։ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար գեներալ լեյտենանտ Միքայել Արզումանյանի խափանման միջոց կալանքը փոխվել է տնային կալանքով։ Որոշումը կայացրել է հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վարդգես Սարգսյանը։ Այս մասին հայտնել է նրա պաշտպան Երեմ Սարգսյանը։ Հիշեցնենք 2022 թվականի սեպտեմբերի 1-ին դատախազությունը հայտարարել է, որ Միքայել Արզումանյանին մեղադրանք է ներկայացվել 2020 թվականի Արցախյան պատերազմի ընթացքում ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Արեգա Բարձունքը եւ հարակից մարտական դիրքերն ազատագրած անձնակազմին նահանջ հրաման տալու համար։ Արզումանյանը կալանավորված է 2022 թվականի սեպտեմբերի 1-ից։ 3 տան մոտակայքից կորած 3-ամյա Տիգրան Օգանեսովը դեռ չի հայտնաբերվել։ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղի վարչական ղեկավար Դավիթ Գզողյանը հայտնել է, որ ողջ գիշեր որոնել են երեխային եւ հիմա էլ շարունակվում են որոնողական աշխատանքները։ Հոկտեմբերի 27-ին ժամը 18:00-ի սահմաններում ներքին գործերի նախարարության փրկարար ծառայություն ահազանգ է ստացվել, որ ճամբարակ խոշորացված համայնքի Ծափաթաղ բնակավայրում 3 տարեկան երեխա է կորել։ Նա խաղալիս է եղել 4 տարեկան եղբոր հետ։ Թրամփի վարչակազմը պատրաստ է իր հետքը թողնել աշխարհում եւ Ամերիկան դարձնել հզոր։ Ամերիկացի առաջնորդը այս մասին հայտարարել է Truth Social սոցիալական մեդիա հարթակով։ Օվալաձև աշխատասենյակում պատրաստվում ենք մեր հետքը թողնել աշխարհի վրա։ Դարձնենք Ամերիկան կրկին մեծ, նշել է նա։ ԱՄՆ նախագահը նաեւ նշել է, որ իր ղեկավարությամբ Օվալաձև աշխատասենյակը շատ ավելի գեղեցիկ է դարձել։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լուրջ ազդանշան է ուղարկել արևմտյան երկրներին բուրևեստնիկ հրթիռի հաջող փորձարկմամբ, հաղորդում է The New York Times-ը։ Ռուսաստանը հաջողությամբ փորձարկել է իր միջուկային մարտագլխիկներով հագեցած բուրևեստնիկ հրթիռը եւ պատրաստվում է այն տեղակայել։ Կիրակի օրը հայտարարել է նախագահ Վլադիմիր Պուտինը։ Սա լուրջ ազդանշան էր արևմուտքին այն բանից հետո, երբ նախագահ Թրամփի հետ գագաթնաժողովի ծրագրերը ձախողվեցին, հաղորդում է թերթը։ Հոդվածում նշվում է, որ մի քանի օր զենքը միջուկային է, այն կարող է շատ ավելի երկար թռչել, քան մյուս հրթիռները։ Եղանակը առաջիկա օրերին։ Երևան քաղաքում հոկտեմբերի 28-ից 3-ը, 29-ի գիշերը 30-ից 3-ը 31-ին, նոյեմբերի 1-ից 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 29-ից 3-ը 30-ի գիշերը սպասվում է անձրև։ Հանրապետության տարածքում հոկտեմբերի 28-ի եւ 30-ից 3-ը 31-ին, նոյեմբերի 1-ից 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 29-ից 3-ն առանձին շրջաններում, 30-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ։ Հոկտեմբերի 30-ի գիշերն առանձին լեռնային շրջաններում տեղումները կդիտվեն թացցյան, հովտային շրջաններում անձրևի տեսքով։ Քամին հարավ-արևմտյան 25 մետր վարկյան։ Հոկտեմբերի 29-ի առանձին շրջաններում հնարավոր է նաև քամուշ գնացում
Շիրակում 16-ից 20 մետր վարկյան արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 29-ից 30-ին կնվազի 6-ից 9 աստիճանով, նոյեմբերի 1-ից 2-ին աստիճանաբար կբարձրանա 3-ից 5 աստիճանով։